Բարև։ Ողջույններս ընկերներ, հուսով եմ, որ դուք լավ եք։ Ինձ խանութ հարկավոր գնալ գնումների համար, ընթրիքի համար, որ տեսնեմ ինչ եմ պատրաստելու։ Այսօր ուղղությունս մի քիչ հեռու խանութ է, հուսամ տեսականին տարբեր կլինի, թե չէ նույն խանութը անդադ գնում ես նույն տեսականին է։ Հիմա առավոտյան ժամը 10:30 է, միակ խնդիրը այնտեղ ժամը 1-ից փակվում են այդ ներքևի խանութները, մի քիչ ավելի մեծ խանութները, մեկ էլ վերաբացվում են ժամը 3-ին, իսկ առավոտյան այս ժամերին բոլորը շտապում են, չգիտեմ, աշխատանքի բան, ինչ-որ տենց տեղեր, 11-ի կողմերը մի քիչ գոնե քիչ մեքենաներ են լինում, բայց 10 ավելի ուշ 12-ի 1-ին էլ տենց բայց թե չեմ կարա այդ ժամերին գնամ խանութը փակ կլինի, չեմ հասցնի գնումներիս համար ինչև է ընկերներ ջան, այսքանը այնտեղ ներքևում մի հատ ընկուզեղենի խանութ կար, կհիշեք, լավն էր երևում վերջերս անդադ ուզում եմ գնամ, բայց հալարվում եմ այսօր որոշեցի չհալարեմ գնամ արագ սննդի կետա արագ ասվելով որ փոքր խանութը, ռեստորանը ակերի վրա կարելի ասել որտեղ որ ժամին ուզի իր ռեստորանը կբացի շրջող ռեստորան մարդին չավաճառում եկեք տեսնենք Hello Դժվար մենք ուտենք սրանից 2 կիլոգրամը 100 ռուպի էր վաճառում բայց լոբի դժվար թե որտեղ էր մեր կանգառը ասեք ուր եմ գնում ես այստեղ կանգառ պետք է լիներ ասենց չէ վերև անցել է վերև պետք է գնալ Այս հիշում եք, որ ասում էի ծխախոտի միջուկներով են պատրաստում ֆիլտրերով բարձերը մանկական խաղալիքներ, սրանք կարան նաև սենց խաղալիքներ էին Ընդեղենի խանութը չեմ գտնում, այս կողմերը ինչ-որ մի տեղ էր եկա հասա այս դիգմարտիկ, բայց չեմ գտնում այդ ընդեղենի խանութը այս թևի վրա էր կողքով հաստատ չեմ անցել ուշադիր եմ եկել բայց կաղա որտեղից որ ավտոբուսը իջա պետք է մի քիչ ավելի շուտ իջնե երևի մինչև այդ տեղներ հավանաբար այստեղ այս դիմացը չվեղենի խանութը կաղա ունենան ընդեղեն եղես այստեղ փոց անցնել է ինձ պետք կաղա ներքևում էր այդ խանութը հետևից մոտոցիկլը են կապուտ կաթի առաքիչն է ասում եմ այդ կաթը մինչև այս շոքին մոտոյով բերի հասցնի արդեն բան կանի կթթվի Հազվադեպ, բայց այսօր ինձ լավ բրոկլի հանդիպեց 130 արժի, բայց չգիտեմ կիլոգրամն է թե հատը, կասայի մոտ կիմանանք Այստեղ բրինձեղենի, ընդհանրապես հատիկավորի ամենամեծ տեսականին է Սիսեր, սպիտակ, կարիչնիվի, մունգալա ինչ է, ոնց է, գրինգրամ են իրանք ասում Այդ մի հատ ուրիշ անուն էլ կա Այստեղ Երևի ուռատ Ոսպի է նման մի քիչ չգիտեմ թե սրանք են չես ոնց մասուր էսա ոսպը Այստեղ սպիտակ լոբիներն են
Ես վերջապես այդ խանութից դուրս եկա, հիմա արագ մյուս խանութը կգնամ ու կփորձեմ այդ ընդեղենի խանութը տեսնել, որովհետև այստեղինը դուրս չեկավ, այդքան էլ թարմ չէր երևում։ Դա մյուս խանութը ու ընդեղեն վերցրի, բայց հեսա գտա այս խանութը ափսոս, ես մտածում եմ գուցե ավելի ներքև է, այդպես էլ չգտնեմ, եկեք այստեղից էլ մի քիչ վերցնեմ, ես անգամ կհիշեմ, որ այս խանութը ավելի շուտ եմ հասնում, քան որ պետք է գնամ։ Ոնց պահեսը։ Ստեղի ընդեղենը ոնց որ լավն էր, մի անգամ եկել եմ այս խանութ, թարմ էր երևում։ Համակուր է երևում ամեն ինչ, ամեն լավն է։ Երկրում վերցնենք։ Հալո, ես վերադարձա տուն, խանութից դեռ չեմ եկել, այսինքն ինչ որ ես ճանապարհին գնացի ինձ հետ բերեմ։ Այստեղ վերցրել եմ ֆստեղ, զեղչով 349 եմ վճարել 250 գրամի համար, իր հիմնական գիրը 450 ռուփի է եղել, զեղչ ասելը ոնց որ խանութի գինը էլի ավելի ճիշտ, 270 հնդկական ընկույզն է եղել, խանութի գինը 300 էլ իր ստանդարտ գինն է, այստեղ նշել վերցրել 265, այս բոլորն էլ 250 գրամ է, 265 խանութի գինն է, 340 եղել է ընդհանուր ու 100 գրամ պնդուկ եմ վերցրել, պնդուկ այդքան շատ դուրս չէր գալիս, բայց ասեց որ թարմ է, ինչև է 105 գրամ է այստեղ, 252 ռուփի եմ վճարել, ես այս մյուս խանութից էլ եմ վերցրել, 100 գրամ էլ այստեղից վերցրի, սրանն էլ էլի մեջտեղը տեսեք, չգիտեմ որն է թարմը, ասել նենց չի որ թարմ, այս ինչքան է, ստեղ էլ 229, 2190 կիլոյի գինը, ստեղ 2400, տեսնեմ որն է լավը, մեկ էլ ֆստեղ եմ վերցրել էլի, բայց այս արդեն մաքրած ֆստեղն է, մաքրածը արժեր 100 գրամը 278 ռուփի, 105-ը այստեղ, լավ, այսքանն է ոնց որ, այստեղ էլ ծաղկակաղամբ եմ վերցրել, Էլ մատիտ եմ վերցրել, ասում էր մամ մատիտ եմ ուզում, որ հետևը ռետին լինի, մի հատ սրանց եմ վերցրել, ես էլ գունավոր մատիտ ասենց, հիմա կհավանի, կուրախանա այսօր սրպրայզ կլինի իր համար, այս 10 ռուփի էր, այս մեկը, ինչքան է 15, այս մեկը։ Հանությանս չափ ու սահման չի լինում, խանութից տեսակ դուրս եկա, ասեց չէ 10-20 արդեն, ու խանութում հարցրի, ասի երբ կլինի առաքումը, շատ լավ է որ առաքումներ ունեն, գնումներդ ինչ ունես անելու, անում ես, իրանք անվճար բերում են, ընտիր, հարցրի, ասեցի, ու սովորաբար կարճ ժամանակատևում, հարցրի, ասի երբ կլինի առաքումը, ասեց մաքսիմում մի ժամից, ասեցի խնդիր չկա, որովհետև ես էլ պետք է ընթրիք պատրաստեմ, էլ իմ հաշվարկը, որ իմանամ, եթե չէ, ես իմ գնումները ծանր է, ինչը հետս կբերեի։ Ինչև է ասեց, խոստացա, որ մի ժամից կլինի, ժամը 3:30 գնում եմ Ալեքսի հետևից, դեռ ձեն ծպտուն չկա, նամակ եմ գրում, գրել էի, որ ինչ եղավ առաքումը, ասեցիք մի ժամվա ընթացքում կանեք, ձեն ծպտուն էլի չկա, ջղայնացած լիքը հարցականներ դրեցի, նորից ուղարկել եմ պատասխանը, որ բանը, ոտքիս տակ բան ընկա, վախեցա, պատասխանը, որ on the way, ճանապարհին է, էլի մի 20 րոպե անցել է այդ on the way-ից, ու էլի չկան ու չկան, պետք է հասցնեմ, որ ընթրիքը պատրաստեմ, էլի, ու խանութը հեռու չի, քթների տակ է, որ ասեմ, իրանց այդ մոտոյով որ բերում են, մոտոներով են անում,
4 րոպե, հա, 4 րոպե, 5 րոպե մաքսիմում թող լինի։ Ինչևէ, ջղայնանում եմ, բայց դե ջղայնանամ, այսօր էլ դպրոցից նամակ էինք ստացել, փաստորեն Ալեքսի վարձը պետք է մուծենք, մենք դեռ չենք մուծել։ Ալեքսի վարձի համար ես նախ գիտեի, որ մենք կարատեի համար պետք է ոնց որ մաս վճարենք էլի, իր կարատեի դասը 10,000 արժի, 10,000 հնդկական ռուփի կգրեմ ստեղ ինչքան է։ Արա այդ սկզբում որ տարվա սկզբում վճարեցինք, մտածում եմ որ ոնց որ մաս է էլի ամեն անգամ 3 ամիսի մեկ պետք է վճարենք, այն էլ ասма չէ, ամբողջ տարվա համար, իմ մտքովս նենց էր հաշվարկը, որ երեխու վարձը պետք է վճարենք մինչև հոկտեմբերի 10-ը, պարզվում է, որ այս սեպտեմբերին արդեն պետք է վճարենք ու ծնողները սկսել են վճարումները, ես ինչի չէի կարող այտենց ինքնուրույն ուղղակի վճարումը անել, որովհետև տարվա սկզբ մի անգամվա վճար կա, ադմինիստրատիվ ծախսեր ինչ-որ, այդ ադմինիստրատիվ ծախսերն էր մեջը, հետո այդ յունիֆորմաներ, գիրք, տետր եւ այլն, այդպես բաների համար էլ ենք վճարել, դրա համար այս երկրորդ ամիսը կոնկրետ չգիտեմ ինչքան պետք է վճարենք։ Ավտոբուսի համար 11,000 պետք է վճարենք, ու այս երկրորդ վճարումը փաստորեն կլինի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, 3 ամսվա համար 35,000 էլ առանձին ուսման համար, ընդհանուր 34,000 կներեք, 11,000 ավտոբուսը, 34,000 էլ կրթության համար, ընդհանուր 45,000 պետք է փոխանցենք իրանց հաշվին։ Մյուս վճարը փաստորեն պետք է իրականացնենք դեկտեմբեր ամսին, դեկտեմբեր, հունվար, փետրվար, չգիտեմ երբ են արձակուրդները, փետրվար եւ մարտից է, հա։ Ոնց որ 3 ամիսը մեկ է իրանց վճարումները ինչա, չեմ կարող ասել, 3 սեմեստր է էլի այստեղ լինում։ Առաջին սեմեստրը ուրբաթ-օրը վերջանում է այս առաջին սեմեստրը ոնց որ թե 2 շաբաթ երեխեքը արձակուրդ են գնալու ու 2 շաբաթից հետո նորից արդեն նոր սեմեստրն է սկսում։ Տենց նորն է անձրև էր գալիս, սենց լավ անձրև թափեց ու հիմա սենց ուժեղ արև է։ Բայց չի արևը ավելի լավ է, բայց լավ է երեխու դպրոցից գալու ժամի հետ չհամընկավետի։ Գալուց էլ որ գալիս է այդ անվտանգության տղային չտեսա, որ ասեմ, որ այդ առաքումը որ բերեն, գոնե դու կընդունես։ Ես գնում եմ երեխու հետևից, չնայած կընդունի, չեմ կարծում, որ բանանի, չընդունի։ Շատ ականջողերն եմ դրել, այ կապուտի հետ տեսնում եք ինչքան սիրուն է, շատ նուրբ է, շատ եմ հավանել։ Սպիտակի հետ էլ լավ սիրուն կլինի։ Ասեցի, չէ, այնտեղ սպասում է երեխան, բերել են, այստեղ այս հաճարի նման, այս խանութից, այս հատիկավորներն են իրանց մոտ լավ տեսականի ունեն, հիմնական դրա համար եմ գնում իրանց մոտ, այստեղ սենց հաճարի նման է, բայց չգիտեմ իսկապես հաճարա, թե հաճարը կարող է մեր մոտ կոտրած է էսի լինում, մի խոսքով, բայց թե վատը չի, այստեղ սև բրինձ են վերցրել, կխառնեմ ինչ-որ բաների հետ, այստեղ ջագրի փաուդեր, ջագրի այդ շաքարավազը, այստեղ կարմիր լոբին են վերցրել, սիսեր, մեր մոտի սիսերը այդքան լավը չի, հուսամ ստեղունը լավը կլինի, վրանցակեր չկա սրա, այստեղ կանաչ ռեհան, բազիլիկ, այս սրանից են վերցրել, բալես բրոկլի ունեն այսօր, էլի հատիկավոր է ինչ-որ, բլուբերի ունեն լավներ երևում, վերցրել եմ սենց մի հատ պանիր, մի հատ անձեռոցիկ և բրոկլի, այս ամենին վճարել եմ 1290 ռուփի ընկերներ ջան և վերադարձել եմ տուն, հիմա տեսնեմ ինչ եմ սարք, այս արագ է պատրաստվում, արագ սրանով փլավ կպատրաստեմ, ես ծաղկակաղամբը արդեն եփել եմ, երեկվա ծաղկակաղամբը, 3 չեմ, 2 օր առաջ ծաղկակաղամբը էի պատրաստել, շատ արագ վերջացավ մեր տանը, դրա համար, որ ասում այսօր կրկնեմ, լավ, մի հատ արագ շուշուտ էս սարքեմ, թե չէ ընտանիքը սոված կմնա ժողովուրդ։
Պարոն են գտել իրար մոտից տանում։ Պարոնա շորը ինչա խաղում են էլի։ Շներն եմ նայում ու սպասում եմ մինչև Ալեքսանդրը ժամանի ընդեղի։ Ալեքս արի Ալեքս։ Ինչ թեստ ունես Ալեքս, լոր եք պրծել։ We have to do it every day and we have to pack up because every day we have to be ready for the test. So we have first test. So the first test is mean when it's not a test but we have to get packed up. Հա, լուրջ են, շատ լուրջ եք սովորում դուք ձեր համալսարանում, գիտական ակադեմիայում, արիտ, թեստի պետք է պատրաստվեք, վաղն է ձեր թեստը, Tomorrow. ասա վաղն է մամա, Rana, mama. վաղն է, Rana, mama. արիտ է, այստեղ սուրճս եմ դրել, մի քիչ որ սառը, ես շատ տաք սուրճ չեմ կարողանում խմել, արագ ճաշի հետ, ճաշը այսօր պատրաստել եմ գարոխով ապուր, մի մասը գարոխի հարել եմ, որ շատ ջրիկ չստացվի, մի մասը հատիկներ եմ թողել, ներքևի հարևանները, այսպես ասած, վերանորոգում են անում, ներքևի հարկը դիզայներական ստուդիա է լինելու, այնպես կարծով են էլի ոնց որ թե տվել, այստեղ կորիզը հանած կանած ջիթա պտուղնա, սխտոր շատ քիչ, կանած չորացրած ռեհան, ամբողջ ավելացնում եմ, որովհետև քիչ է մեջը և ձիթա պտղի ձետ։ Բավական պետք է որ լինի։ Այս հիմա կհարեմ, որպեսզի ապուրի հետ համեղաստած։ Ստացվեց տնական տապոնատ, Ալեքսին կարող եմ հրավիրել արդեն ընթրիքի։